Ողջույն հարգելի ցուլեր, սա ձեր կանխատեսումն է մայիս ամսվա համար։ Սա վերաբերվում է միմիային տարվա ծնված ցուլերին, մեկ այլ ցուլերին, սա չի վերաբերվում, այսինքն ամսվա ծնված ցուլերին, միայն տարվա ծնված ցուլերին է սա վերաբերվում։ Այս քարտերը մեզ հարկավոր չեն, սա կողքից ուղղակի տեսնենք, եթե բարդ քարտ ընկնի, տեսնենք ինչ է նշանակում, ինչ նշանակություն ունի այդ քարտը։ Եվ գնանք միայն այս քարտերով։ Եթե բաժանորդագրված չեք, կխնդրեմ բաժանորդագրվեք, սեղմեք նաև զանգակ կոճակը, որպեսզի չկորցնեք այս ալիքի տեսանյութերը։ Եվ հենց ինչ թարմ տեսանյութեր լինի, դուք անպայման առաջիններից տեսնեք, որտեղ կգա ձեզ յուրաքանչյուր րոպե, թե այս ալիքում ինչ է տեղադրվում։ Եվ եթե սա ձեզ համար քիչ կլինի կամ կզգաք, որ նման չի ձեր կյանքին, չնայած մենք ոչ ոքս անգամ չգիտենք վաղը ինչ է սպասվում, որ իմանանք նման բան է լինելու թե ոչ, բայց եթե ինչ-որ չափով պլաններ ունեք հաջորդ ամսվա համար եւ տեսնում եք, որ ձերը չէ, կարող եք նաեւ այդ առումով, այդ ոլորտի համար նայեք ձեր արևային, լուսնային կամ ասցենդենտի նշանը։ Ալիքների, բոլոր ալիքների, որոնք որ գոյություն ունեն, հղումները կան վերնագրի տակ, վերնագրի վրա սեղմում եք և ներքևում ամբողջությամբ բացվում ամեն ինչ։ Իսկ հիմա տեսնենք ինչ է սպասվում ցուլերին, տարով ծնված ցուլերին մայիս ամսին։ Հիանալի քարտեր որպես առաջին քարտ։ Ահա, կան բարդ քարտեր, որոնց համար պետք է հանել հավելյալ քարտեր, դե կանենք, կտեսնենք, ինչ են ուզում ասած լինեն, բայց ընդհանուր ֆոնը մայիս ամսվա համար դա հիանալի է ուղղակի։ Ուսում լավ է։ Ահա։ Հիմա լավ է երևում։ Ուրեմն ընդհանուր մայիս ամիս մտնում եք ուրախ, բարձր տրամադրությամբ, ամեն ինչը լավ, ամեն ինչը կարգավորած, միգուցե մայիս ամսին ոչ մի բան է լինելու ձեզ մոտ, որ ուրախանաք։ Էներգիայով եք մտնելու մայիս ամիս, միգուցե արդեն իսկ ընդունվել եք օրինակ աշխատանքի, կամ գիտեք մայիս ամսի, հենց ամսի 1-ից սկսելու եք աշխատել, կամ մեկ այլ բան է, որը որ ձեզ այդպես ոգևորում ու էներգիա է տալիս ու այդպես պետք է մուտք գործեք դուք այս ամիս։ Գումարային առումով հնարավոր է 2 գումարային, երկու եկամտի աղբյուր ունենաք, նաև դա կարող է լինել տարբեր ծախսեր, որոնք կանեք, մանր ծախսեր, որոնք կանեք, մանր գումարներ, որոնք որ կգան ձեր ձեռքը, այս ամիս միգուցե ձեր աշխատածի համար, ձեր կողքից է ուղղակի, կողքից եկամուտները այդպես փոքր։ Եթե աշխատավարձ են ձեզ տալիս, ապա եւս ուշադրություն դարձրեք դրան, թե ինչքան են տալիս, ճիշտ են հաշվել արդյոք ձեր ժամերը, ձեր օրերը։ Հնարավոր են որ սխալներ։ Եթե հաշվապահ եք եւ աշխատում եք թղթերի եւ գումարների հետ, եւս ձեզ պետք է հավելյալ ուշադրություն այս ամսվա ընթացքում։ Ձեր քույրը կամ եղբայրը կարող են ճամփորդել, կարող են գալ ձեզ մոտ նաև, կարող եք դուք գնալ իրենց մոտ կամ իմանաք, որ ճամփորդում են։ Ձեր հարևանները կարող են գնալ կամ նոր հարևան կարող է գալ կամ ձեզ է խնդրում, որպեսզի ուշադրություն դարձնեք իրենց տանը, մինչև իրենք գան, այդպես։ Նաև կարող են ձեզ օգնել կամ դուք իրենց օգնել, որպեսզի գործերը առաջ մղեք, կամ ինչ-որ գործ է, կամ տեղափոխվում են, կամ դուք եք տեղափոխվում, իրենք են տեղափոխվում, կամ հակառակը, այստեղ կարող է գալիս են ձեր տուն, օրինակ, ապրելու այս մեկ ամիսը, կամ դուք եք գնում իրենց տուն ապրելու, կամ հենց այդպես է ինչ-որ
տանից տուն տեղափոխվելու իրավիճակը եւ մեկը մյուսին պետք է աջակցի օգնի։ Եվ եթե գումարային հարցեր կան, նաեւ դա կարող է գումար է փոխանցում ձեզ, կամ դուք եք փոխանցում իրենց գումար անհրաժեշտության դեպքում։ Տանը շատ սեր է իշխում, մեկը մյուսին սիրով է տան հետ կապված միգուցե նոր տուն եք գնել կամ նոր տուն եք վերցնում վարձակալության թեկուզ եւ այդ տունը բավականին գեղեցիկ է, շքեղ է, ավելի հավեսով եք այդ տան մեջ, միգուցե ձեր զույգին եք ներում եւ նորից էլի վերականգնում եք հարաբերությունները, մի խոսքով ընտանիքում տան մեջ շատ է լինելու սեր, մեկը մյուսի հանդեպ սիրով, բայց ուղղակի հարաբերությունները տան անդամները իրար հետ լավ են, տան մեջ ամեն ինչ լավ է, բայց կոնկրետ ձեր հարաբերությունները այդքան լավ չեն, միգուցե այս հարաբերությունները կապված չեն տան անդամների հետ, սա անձնական հարաբերություններ են, այսինքն դուք ձեր ծնողների հետ, քույր եղբոր հետ հիանալի կլինեք, բայց դուք ձեր ամուսնու կամ կնոջ հետ մի քիչ շնոքադու կարող եք լինել, այդպես։ Դե պետք է ուղղակի այնպես անել, որ սերը չկոտրվի տան մեջ, տարբերություն չկա այստեղ, թե ում հանդեպ է, հա, դրա համար վեճը, մեկ վեճը կորցնում է, կոտրում է նաև յուրաքանչյուր այդ սիրո այդ օդը տան մեջ որ կա։ Երեխաների մոտ մի փոքր կարող է, եթե մեծ են երեխաները եւ աշխատում են ինչ-որ միտեղ, սովորում են ինչ-որ միտեղ, կարող են այս ամսվա ընթացքում գալ ասել, չգիտես, ով ինձ հետ այսպես է վերաբերվում կամ այսքան չար է, ինչ-որ զգում եմ, որ ինչ-որ բաներ է ուզում անել, նման բաներ կարող են գալ ձեզ պատմել, կամ կարող եք զգալ, որ ձեր երեխաները մի տեսակ ավելի հասունացել են, ավելի ուրիշ ձև են դատում ամեն ինչին, ուրիշ ձև են նայում ամեն ինչին, մի տեսակ ավելի իմաստուն են դարձել, ինչ-որ մի բան է փոխվել իրենց կյանքում։ Բայց նաև սա օձեր են, որոնք հենց ոչ թե իրանց, այլ ձեզ, ձեր երեխաների հետ կապված կարող է այստեղ օրինակ գան, ինչու չի ամուսնանում, բա եփա երեխա ունենալու, բա եփա ամուսնանալու, նման հարցեր կարող են տալ օձավարի, դե թե բերանին 1-2 գա, արդեն իրենք կան կառնեն եւ էլ չեն տա այդ հարցը, այդ անիմաստ հարցը, որը տալիս է միայն հայը, հային, ուրիշ ոչ մի ազգ, ոչ մի ազգին չի տալիս այդ հարցը, որովհետեւ դա անձնական հարց է եւ պետք չի անծանոթ մարդը չի թմցնի այդ ընտանիք։ Առողջությունը պետք է հստակ հետևեք, առողջության հետ կապված խնդիրներ կան։ Միգուցե ոչ թե ամբողջ ինչ-որ մարմինն է կամ ինչ-որ բան է, կամ ինչ-որ մի տեղ է, օրինակ մեջքը, գլուխը, ինչ-որ պահեր, հա, օրգանիզմում շարժական եւ այլն, որոնք որ չեն թողնում, որ ինչ-որ մի բան անեք։ Այսինքն ոնց որ մարդը ուզում է ավել անի կամ պիլասոս անի, հա, փոշեկուլ անի եւ հանկարծ մեջքն է ցավում, ինչ-որ նման պահեր են, որոնք որ կարող են խանգարել առողջությունը, խանգարի ձեր առօրյային։ Տեսնենք ինչից է, սա ինչն է։ Միգուցե նաեւ սա ձեր ոչ թե ձեզ մոտ է, այլ ձեր երկրորդ կեսի մոտ է։ Դրանից է։ Կամ սա նաև ցույց է տալիս քրոնիկ հիվանդությունը, այսինքն այսպես թե այնպես մարդը ունի եւ այս ամիս կարող է այն ցույց տալ ուղղակի։ Գալ, ովքեր որ չունեն քրոնիկ, սա արդեն երևի ձեզ չի վերաբերվում։ Կամ ձեր զույգն է այստեղ, այդպես որ ձեր շարժումներն էլ են սահմանափակվում, այսինքն ուզում եք գնաք, այստեղ չեք կարողանում, ուզում եք գնաք, սա անեք, չեք կարողանում, որտեղ պետք է խնամեք, որտեղ պետք է սա անեք, նա անեք, կամ ձեզ մոտ է անձամբ դա այս ամիս։ Խնդիրներ կան, ոնց որ մարդ ուզում է ինչ-որ մի բան անի եւ չի ստացվում։ Ինչու՞։ Եվ պետք է շատ քայլեք, եթե ոտքերի ցավ է, ոտքերի ուռածությունն է եւ այլն, եւ պետք է ավելի շատ քայլեք, որպեսզի նյութափոխանակությունը լավանա եւ կարողանաք դեռ ամեն ինչը մեր կախված է հենց, չէ, կապված է նյութափոխանակությունից, եթե արյունը նորմալ չի պտտվում, բնականաբար այս կամ այն օրգանը սկսում է բարախլո լինել, այդպես է, օրգանիզմն է այդպես կառուցված եւ այստեղ ավելի շատ շարժում է ձեզ պետք, ավելի շատ շարժվեք,
մայիս ամսին եւ կկարողանաք հաղթահարել այդ պահերը, որ վայ սա է ցավում, վայ էսպես, վայ այնպես։ Իսկ եթե ձեր մոտ չէր, այլ ինչ որ մեկի մոտ էր, հա, ձեր պես կա երկրորդ կես ցույց տվեց նաեւ, ապա դե իրան պետք է հանեք ավելի շատ քայլելով։ Իր հետ դուրս եկեք քայլելով։ Եվ այստեղ երկրորդ կեսի հետ նաեւ վեճ է սա։ Պետք է ուշադիր լինեք։ Երկրորդ կես կարող է լինել հաճախորդը ձեր կարող է լինել ով չի համապատասխանում կամ ինչ որ ապրանքների իբր չի համապատասխանում կամ ինչ որ բան է կամ գումարի հետ կարող կապված լինել դա խոսքով հաճախորդի հետ կարող եք վեճ ունենալ, ձեր երկրորդ կեսի հետ կարող եք վեճ ունենալ, երկրորդ երեխան ունենալու հետ կապված կարող է վեճ ունենալ եւ նաեւ եթե գործընկեր ունեք եւս, հա, իր հետ, որովհետեւ ինչ որ մի բան այնպես չէ։ Եվ համար վեճում եք։ Ինչ որ բան է բացահայտվում, գաղտնիք է բացահայտվում, այստեղ գործընկերոջ հետ կապված մենք ունենք եւս նույն քարտից, այստեղ դա հենց բարձ երևում է, որ ինչ որ մի բան կարող է այնպես չի արել։ Գործընկերներ կան իրոք, որ ոնց որ այդ գումարը վերցնում են ու իրանք են ծախսում։ Մոռանում են, որ այնտեղ եւս կա գործընկեր։ Կամ ինչ որ թաքուն ապրանք են վաճառում եւ այլն, շատ բաներ կան, որ կարող են այստեղ նաեւ բացահայտվի։ Կարող է նաև գաղտնիքը բացահայտվի սիրային թեմայի վերաբերյալ եւ էլի նորից վեճ լինի։ Նոր հարաբերություններ ես այստեղ չեմ տեսնում, որովհետեւ եթե անգամ սկսեք նոր հարաբերություններ, միևնույնն է ինչ որ մի բան կբացահայտվի եւ այդ հարաբերությունները կանգ կառնի։ Ամենչապես կվիճեք եւ կանգ կառնի։ Դա համար մինչեւ անգամ ձեզ մոտ թույլ, համ ավելի մոտ ձեզ թույլատրելը երկար մտածեք, որովհետեւ այստեղ հետո ինչ որ բան է բացահայտվելու։ Կամ այնքան եք վիճում եք, հետո որոշում եք, որ ամեն մեկը գնում է իր ճանապարհով, օրինակ, այստեղ ինչ-որ մարդիկ կան, որ իրենց կյանքի էջը փոխում են, կամ առանց այդ մարդու, կամ այդ մարդու հետ ուրիշ ձևով արդեն։ Դա դուք պետք է հասկանաք իրար հետ, քննարկեք այդ պահը եւ հասկանաք։ Ամեն մեկը առանձին եք մտնում նոր կյանք, թե մտնում եք նոր կյանք այդ ամեն ինչը, այդ խնդիրները թողնելով անցյալում։ Բավականին շատ կունենաք այս ամիս փաստաթղթերի հետ կապված հարցեր, անընդհատ պետք է լուծեք, այստեղ ինչ որ թուղթ ուղարկեք, այնտեղ ինչ որ թուղթ վերցնեք, անընդհատ այդ թղթերի մեջ կլինեք, ինչ որ թուղթ կողոք ձևակերպել, ինչ որ բան անեք, շատ կլինեն, հա, շատ կլինի այդ պահերը ձեզ մոտ թղթաբանության հետ կապված, դա կարող է լինել վարկ, թոշակ, ալիմենտ, ձեր կողակցի հետ կապված, ինչ որ կարող ձեր մայրիկի հետ է կապված, գնում եք անում, ձեր զուգընկերոջ հետ, գուցե ինքը աշխատանքի է իր փոխարեն դուք եք այս թուղթը տանում այստեղ այնտեղ։ Սա նաև ծանոթություն է հակառակ սեռի ներկայացուցչի հետ սոցհարթակով եւ այդ հարաբերությունները այդքան էլ լուրջ են, այդ հարաբերությունները հիմնված են միայն սեռական հողի վրա, ուրիշ ոչ մի այդտեղ ավելի լուրջ հարաբերություններ գոյություն չունեն, շփվում են, այստեղ շփումը կայանում է նրանում, որ հետո ուղղակի հարաբերություններ ունենան, ուրիշ ոչինչ, այստեղ լուրջ ոչ մի հարաբերություններ չկան։ Ուզում եք ճամփորդակ, բայց դեռ ժամանակը չէ։ Դեռ ժամանակը չէ կամ ժամանակ չեք կարողանում հատկացնեք, աշխատում եք, կամ կարող է մայիսի մեջ ինչ-որ հստակ ժամկետներ ունենաք, ինչ-որ շաբաթ կիրակի, այդպես կամ այնտեղ մայիսի 9-ին օրինակ, որ ոչ ոք չի աշխատում, եթե իհարկե դուք էլ չեք աշխատում, զբաղվեք, հա, գնաք ինչ-որ միտեղ հանգստանաք այդ օրը, այդպես կարող է լինել։ Հստակ ոնց որ ֆիքսված ժամով կամ իրոք այնքան եք աշխատելու մայիսին, այնքան եք զբաղված լինելու մայիսին, որ ճամփորդելու ժամանակ բացարձակապես չունենաք։ Այդպես 2-ից 1-ն է այստեղ։ Աշխատանքի հետ կապված ոմանք կարող են պայմանագիր կնքել, ոմանք անցնել մեկ այլ էտապ, մեկ այլ ձևով սկսեք աշխատել։ Նաև կարող է տնօրինությունն է արդեն որոշում, որ այս process-ը պետք է արվի մեկ այլ ձև, սկսեք մեկ այլ ձև անել այդ process-ը։ Ոմանք բիզնես կբացեն այս ամիս, բիզնեսը կփորձեք առաջ տանել, գուցե դա է ձեր ուրախության պատճառը ընդհանուր ամսվա ընթացքում, ունեք ուրախ պահեր,
Միգուցե դա է, բացում եք եւ սկսում ձեր գործունեությունը։ Եվ ինչ որ մի բան կիմանաք աշխատանքի վայրից, տնօրինությունից, ներսի աշխատողներից, ինչ որ մի բան կբացահայտվի այս ամիս։ Կիմանաք ինչ որ մի բան, որը թաքուն էին պահում, կամ աշխատակիցներից կամ ինչ որ։ Եվ ոմանք կարող են գնալ նաև սովորելու։ Սովորեն ավելացնեք ձեր հմտությունները, կարող է այդ կազմակերպությունն է ձեզ ուղարկում, որպեսզի դուք գնաք սովորելու։ Հավելյալ ուսման համար է ձեզ ուղարկում։ Բավականին շատ լավ շրջապատում կհայտնվեք այս ամիս, շրջապատված կարող եք լինել եւ պետական աշխատողներով եւ մշտապես շատ կլինեք ձեր շրջապատում, ձեր հարազատ մարդկանց մեջ, կամ սա եւս եթե աշխատանքի բնույթը ինչ որ չափով փոխվում է կամ բիզնես եք որոշում բացեք, միգուցե այդ ձևով արդեն շրջապատը փոխվում է։ Մարդիկ կմտնեն ձեր կյանք, նոր մարդիկ եւ այդ շրջապատը կլինի ավելի կամ հարուստների կամ պետական աշխատողների շրջապատ։ Ավելի ուրիշ ձև կսկսեք մտածել, նաեւ նոր կյանքի իմաստ կստանաք, նոր մարդիկ, նոր խումբ, նոր հետաքրքրություններ, նոր թարմություն ոնց որ դա ինչքան նոր մարդ է մտնում մեր կյանք, չէ, այնքան ավելի ուրիշ ձև ես, դու ամեն մեկի հետ ուրիշ ձև է եւ արդեն նոր բան է մտնում քո կյանք։ Օգնությունը եւս պետական հիմնարկություն։ Եթե օգնության կարիք ունեք, ապա միայն պետական հիմնարկությունը կարող է ձեզ աջակցել։ Վախեր ունեք, բավականին շատ վախեր ունեք, բավականին նաեւ գաղտնիքներ կարող եք ունենալ, ոչ թե կարող եք, այլ ես տեսնում եմ, որ գաղտնիքներ ունեք։ Խնդիրները ստեղծում են վատ մարդիկ, երեսանի մարդիկ, իրենք են ձեր խնդիրների պատճառը։ Այնպես որ եթե իրանց քիչ պատմեք, քիչ էլ դուրս կգա ինչ որ մի բան եւ դուք էլ չեք վախենա ինչ որ մի բան անելուց, կորցնելուց։ Գուցե վախում եք իրոք, որ ձեր տակը կփորեն, վախում եք խնդիրներ են առաջացնում, որովհետեւ ձեր շրջապատում են եւ շատ ժամանակ կարող է լսում եք իրենց եւ չեք կարողանում ձեզ տիրապետել եւ պետք է ոնց որ ասում պարտադիր լսեք իրանց, մարդիկ կան իրոք որ շատ են լսում եւ հենց դա բերում է իրենց մոտ խնդիրներ։ Լսում եք սրան նրան թե ինչ է ասում։ Չորս կողմը ինչ է ասում, դուք էլ եք անում։ Անկամ դեղորայքը խմելա լավն է, դուք էլ եք խմում։ Մարդիկ կան այդպես եւ այդ դա ձեզ խնդիր է բերելու այս ամսին։ Եթե ինչ որ մեկին ուղակի լսեք։ Գաղտնիքը հնարավոր է բերան տարածվի։ Դա չեմ բացառում։ Եթե գաղտնիք ունեք հստակ, փորձեք կամ այդ մարդու հետ ամենայն դեպս մայիս ամսին լավ լինել, որ չտարածի, կամ ինչ որ ձևով փոխեք այդ գաղտնիքի ձևը, այսինքն լավ է մի բան հորինեք, որը իբրև այդ գաղտնիքը ինչ որ մի ձևով այնպես չէր, ինչպես պետք է ասվեր իրեն, եթե ուզենաք, կարողանաք մի փոքր փոխել տարբերակը եւ այդ դեպքում ինչ էլ որ բացահայտվի, միևնույնն է դա ձեր վրա չի ազդի, եթե ոչ, ապա դա հավանականությունը մեծ է, որ իրոք բերան տարածվի։ Եթե աշխատում եք, ապա եւս աշխատանքի վայրում պետք է ուշադիր լինեք, որովհետեւ ձեզ այն ինչ որ բաներ են վերցնելու, տան։ Միգուցե արդեն պատմել եք եւ հենց դա էլ վախերն են, որ հանկարծ չասի։ Որտեւ սկզբում լավ են քո հետ, սկսում ես կիսվել, հետո մեկ էլ հոպ վատ են քո հետ եւ այդ քո հետի խոսացածը ամբողջությամբ տարածվում է կամ գնում է հասնում հենց այդ մարդուն։ Էլ չի ասում, որ գիտես, ես էլ եմ քո մասին դա ասել։ Ոչ, Պողոսն է ասել, ես տենց բան չեմ ասել։ Ես ուղղակի բան էի քաշում, խոսք էի քաշում, այդպես։ Եվ դուք եք դուժելու այստեղ։ Ամիսը վատը չի, բայց կան խնդիրներ, պետք է առողջությանը հետևեք, անձամբ ձեր եւ ձեր զույգի հարաբերություններին պետք է հետևեք եւ ձեր վախերին։ Ինչքան քիչ խոսակ, այնքան քիչ կվախենաք մայիս ամսին։ Ինչքան քիչ լսեք ուրիշներին, այնքան քիչ խնդիրներ կունենաք։ Ինչքան քիչ գաղտնիք պատմեք, այնքան քիչ գաղտնիքը կտարածվի։ Այդքանը։ Այսքանը ձեզ համար, թող որ մայիս ամիսը ձեզ համար լինի ամենահիանալի ամիսը, ամենահաջողակ եւ հաջողություններով լի ամիսը։ Վայելեք ուղղակի
Եվ այն ինչ որ կարող եք հանել, ուղղակի հանեք։ Վերջ։ Այսքանը ձեզ համար։ Լավ եղեք։